Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ վերջերս Բաքվից վերադարձան Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներ, այնտեղ հանդիպումներ, քննարկումներ ունեցան, դրանից առաջ էլ ադրբեջանցի փորձագետներ էին Հայաստանում, ինչպես կգնահատեք այս երկխոսության ընթացքը, հատկապես այն համատեքստում, որ տեսնում ենք թե Ադրբեջանի պաշտոնյաների, թե գիտնականների, թե փորձագետների, թե մեդիայի խոսույթում կարծես թե բան չի փոխվում։ Այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկու հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն մենք ուզում ենք, որ փոխվի, թե չենք ուզում։ Պետք է տեղի ունենա process, որ փոխվի։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, դուք երբ որ ընդդիմադիր պատգամավոր եք, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանին այդ պաշտոնում ընտրել եք, երեք ինքն էլ այդ մասին հիշեցրեց, բայց հարցադրումը հետևյալն է, ձեր նախկին նախագահների բանավեճի հրավիրելու հաստատության չկայացավ, ինչպես գիտեք, բայց Արման Թաթյանն է ձեզ հրավիրել բանավեճի, ասում է որտեղ կուզի, որ ժամին կուզի, անգամ կարող է Պետրոս Ղազարյանն էլ իր հետ բերի, որպեսզի մենակ չլինի, պատրաստ ենք ընդունել արդյոք Արման Թաթյանի բանավեճի հրավերը, եւ նաեւ երեկվա նրա հայտարարությունից հետո ասում են Արման Թաթյանը նիկոլական է, հիմա ինքը այդպես է, թե կապ չունի ձեր իշխանության հետ։ Ես առաջին ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ, խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավեճի։ Եվ հնարավոր է նաև արտադրույթի կառավար Հասի խորհրդարանական ում եք հրավիրում։ Ինձ անձամբ հարցազրույցի եք հրավիրում։ Կնարկենք։ Հաջորդը Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, 44-օրյա պատերազմից հետո պատերազմի տարբեր դրվագներով տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի պաշտպանության բանակի եւ բարձրաստիճան զինվորականների եւ շարքային միջին օղակի զինվորականների նկատմամբ նրանք տարբեր դրվագներով այսպես անցնում են, դեր որոշ գործերի մեծ մասը դատարանում են, հնարավոր ամպուտության դրսևորում, որոնց հետևանքով չգիտեմ այս կամ այն բարձունքն ենք կորցրել։ Այս համատեքստում ծագում ամենագլխավոր հարցը հետևյալն է, որ շատ է հնչում, օրինակ ասում են դուք ինչ գործ ունեք Արցախի հետ, եթե Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այսինքն Հայաստանի Հանրապետության դատարանների առաջ կանգնած են Արցախի զինվորականներ, եթե դուք այդ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում եւ դուք 44-օրյա պատերազմից հետո ձեր ստորագրությամբ երբ հանձնվեցին Քաշաթաղը եւ Քարվաճառը թշնամուն, այդ ժամանակ ադրբեջանցիները հայտնի փաստ է, եկան, այսինքն հայկական զորքերին հետ քաշելու հրաման տրվեց, հետագայում դուք 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից ասացիք, որ հենց դուք եք տվել զորքերի հետ քաշման հրամանը եւ ադրբեջանցիները GPS-ներով տեղակայվեցին հայկական ռազմավարական բարձունքներին, հետագայում իմացանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մի քանի հարձակում եղավ, որից ամենախոշորը 22-ին նորից տարածքներ կորցրեցինք։ Հիմա նաեւ այս հարցն է հնչում, արդյոք ձեր հրամանները եւ գործողությունները չպետք է քննվեն գոնե քննության ենթարկվեն իրավապահների կողմից կամ չգիտեմ կանենք թեկուզ դատարանի առաջ չպետք է քրեական գործեր հարուցվեն հասկանալու համար ձեր հրամանների հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ինչ վնասներ ունեցավ գոնե քննության ենթարկվեն այս հարցադրումները շատ հնչում եւ Արման Թաթյանի բանավեճի հրավերի հետ կապված նա նաեւ երեք հայտարարեց որ ձեզ զբաղում են նախկինները այսինքն ասաց որ եթե նախկին նախագահները իրենց
կուսակցություններով, ուժերով չմասնակցեն դրա պայքարին, քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես այսպես շանսեր չի ունենա, հա, վերընտրվելու կամ հաղթանակ ունենալու։ 2000 ընտրությունները ցույց կտան ով ինչ շանսեր ունի։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, նախ առաջին մասով դատավարություններ են ընթանում, թող իրավաբանները հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական process-ներ են։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն է եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որը որևէ մեկը չգիտի, այդ որը ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ, դա թյուր կարծիք է։ Եվ հետևաբար իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել եւ շարունակաբար քննել։ Ձեր գործողությունների հնարավոր հետևանքները բարձր Ուրեմն եք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ կաշկան մասին, սա առաջինը։ Երկրորդին գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։